Լուսանկարներում երևացող ծառերի մեծամասնությունը հատվել է Երևանի քաղաքապետարանի կողմից, մեծ մասը։ Սա նոր վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու լանջն է դեպի Դավիթ Բեկ փողոց ընկած հատվածը, որտեղ Երևանի քաղաքապետարանը բարեկարգում է իրականացրել։ Երբ Երևանի քաղաքապետարանը հայտարարում է, որ ինչ-որտեղ բարեկարգում է իրականացնում, պետք է հասկանալ, որ ծառերի սպանդա է այդտեղ սպասվում։ Սա ամենացայտուն ապացույցն էր, սա ամենադժգույն ապացույցն էր, սա վերջին ժամանակներում նոր վարչական շրջանում հատված ամենաշատ ծառերն էին միանգամից, որ հատվել են։ Ապրիլի 7-ին այդտեղ հատվել է 100-ից ավել ծառ։ Հիմա ես տեսանյութով ցույց կտամ 60 հատ առողջ հատված ծառ։ Այն դեպքում, երբ որ կանաչապատման հողակի տնօրենը ասում է բացահայտ մանիպուլյացիոն ձևով հայտարարում է, որ այստեղ հատվել է ընդամենը 23 ծառ։ Երևանի քաղաքապետարանի կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն հողակի տնօրեն Արմեն Բեգոյանը Factor TV-ի հարցինի պատասխան ասաց 23 ծառ են հատել, պնդեց դրանք չոր էին։ 12 չոր, լրիվ չոր եւ 11 փտած եւ հիվանդ թեղին է։ Սկսենք հաշվել։ Սա 1, որ հետո հողը լցնում են կտրած ծառի վրան, որ չերևա, էլի որ թարմ ծառեր։ Սա դիլիջանի փայտահատել 3, 4, 5, 20 գրուզավիկ փետ 7, լցնում են վրան, 8, 9, 10, խնդրեմ, այս 11, 12, ամբողջ 13, դիլիջանի գործները 14, խնդրեմ, հողն էլ լցել են վրա, 15, խնդրես 16, չափի է, այս հատվածում է 17, Էսա, այս հատվածում 18, Չէ, ով է սենց անում, էլի, սենց մենակ հանցագործն է անում, որ իր հետքերը թաքցնի, խնդրեմ 19, սա չքնաղ ծառ էր, Ոչ այլ, ինչա կան, 20, խնդրեմ, կանաչ շուղը, 21, սա ևս, 22, չեմ ուզում հատապես 23, Վանա հասցնել հաշվել է, 24, 25, 26, 27, 28, Չափը ոչ մի հատ, 29, 30, 31, 32, ոնց կարի է, 33, ասել հաջորդ, 34, 35, ամբողջովին 36, 37, եղել, բայց էլի, գուցե, 38, 39, էլի, 40, աճած, ձեր 41, 42, մի քիչ մեծ է, 43, ամբողջությամբ 44, խնդրեմ, 45, խնդրեմ, 46, մեկը թթենի էր, թթենի ասա կամակացա, 47, սա էլ, 48, սա էլ, 49, 50, սրանք թեղի չեն այս հատվածները, 51, մեծամասնությունը 52, սառերը եղել 53, կանաչ եւ առողջ, դա կարելի է տեսնել, սա 54, 55, հանցագործություն, 56 այլ թեղի չի, 57, 58, արմատով են շոու անեն, համաստը, որ իբր չոր 59 և 60։ Ծրագրի համար մոտ 500 միլիոն դրամ է հատկացվել։ Բոլոր ծառերը պահպանվելու են, ոչ մի ծառ չի ուրեմն կտրվելու, իսկ ազատ տեղերը նորից իրականացրելու ենք ծառատունք ու ամբողջ այդ ծառերի համար եւ կանաչ գազոնների համար ոռոգման համակարգ է կառուցվելու։